Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Ապուրիկացան սեղանի վրա էր, սակայն ոչ ոք ոչինչ չէր ուտում, երկու տեղ ազատ էր, արդյոք դրանք այդպես էլ դատարկ են մնալու։ Չեմ հասկանում, մենք համարյա 30 տարի է ինչ էսկիմոսներին պատմում ենք Հիսուսի մասին, սակայն նրանք չեն ցանկանում հավատալ, նրանց սրտերը սառույցի պես սառն են։ Իսկ հիմա էլ սա, 2 միսիոներ և 3 էսկիմոս անցել են սառույցի վրայով, չիմանալով, որ ուժեղ ալիքներ են սպասվում։ Նրանք մեռնելու են, իսկ կախարդը պարզապես ծիծաղելու է մեզ վրա։ Մենք չենք պատրաստվում հանձնվել, մենք պետք է աղոթենք։ Եթե Հիսուսը ուզում է, կփրկի նրանց։ Նա իշխանություն ունի երկնքում և երկրի վրա։ Երբ աղոթում էին, օվկիանոսը փոթորկվեց։ Ուժեղ ալիքները կոտրեցին օվկիանոսի սառցե ծածկոցը։ 5 մարդիկ սահնակներից բղավում էին իրենց կյանքի համար։ Սառույցը կոտրվում է, մենք մեռնելու ենք։ Թույլ դուր, շները կառավարեն։ Գնացեք, ապահով ապ գտեք։ Շները սկսեցին վազել։ Ջրի շատրվանը օդ բարձրացավ։ Հսկայական սառույցի կտոր փակեց նրանց ճանապարհը։ Համարյա անգիտակից վիճակում նրանք հասան քարերի մոտ։ Նրանց սահնակները երկնքի և ջրի մեջ տեղում էին։ Շներն այլևս չէին կարողանում վազել։ Մովսեսը շրջվեց։ Նրա սիրտը կարծես կանգ էր առել։ Հսկայական սառցաբեկորը դեպի նրանց էր գալիս։ Այն քարերի վրա նրանց ճզմելու էր։ Մովսեսը աղաղակեց Հիսուսին. Տեր Հիսուս, օգնիր մեզ։ Բարձր ձայնով սառցաբեկորը մեքենայի պես անցավ սահնակի տակ, բարձրացրեց այն և դեպի ափը նետեց։ Փրկված ենք, մենք փրկված ենք։ Հետո եկավ մեկ այլ բարձր ալիք և գցեց բոլորին։ Ամբողջությամբ թաց նրանք բարձրացան և հասան անվտանգ վայր։ Նրանք ստիպված էին դիմանալ 9 վտանգավոր օր։ Վերջապես, երբ սառույցը կրկին ամուր էր, նրանք կարող էին տուն գնալ։ Աստված պաշտպանեց նրանց։ Քոլլին նրանց հեռվից տեսավ։ Կուպա, նրանք գալիս են, նրանք գալիս են։ Անհնար է։ Միսիոներները, Հիսուսը հաղթեց։ 9 օր հետո ոչ ոք չի կարող վերադառնալ այդքան վտանգավոր ալիքներից հետո։ Կախարդը նրանց չէր զգուշացրել, որ ծովի կողմը չգնան։ Չնայած շատ հոգնած, բայց ապահով տղամարդիկ տուն վերադարձան։ Սա Աստծո հրաշքն է։ Կուպան հասկացավ սա և հավատաց Հիսուսին։ Այսքան ուրախ լինելու պատճառով ինչ-որ մեկը գնաց եկեղեցի և հնչեցրեց զանգերը։ Այդ առավոտից սկսած բազում էսկիմոսներ հավատացին Հիսուսին։ Մեզ հետ կարող ես կապվել hypocric@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOQRIK@gmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է Եվնիկեն։